որոնք արձագանքել են մեր խնդրանքին, եկել են հենց այս մամուլի ասուլիսին, մենք որոշել ենք հենց մի հատ գեղեցիկ տեսարանով անել Գարեգին Նժդեի արձանի ֆոնի վրա։ Թեման այսօր մարդու իրավունքների խնդիրն է, որը կարծում շատ կարևոր է հատկապես այսօրվա Հայաստանի համար։ Ուզում եմ նշեմ, որ այս տարի, չնայած դա դեռ անցյալ տարի մենք հայաքվեն եւ քաղաքական, քաղաքացիական իրավունքների կոալիցիան ներկայացրել են մի քանի զեկույցներ ՄԱԿ-ի պարբերական այդ դիտարկումների հատուկ հանձնախումբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակ, որը հենց զբաղվում է մարդու իրավունքներով, եւ նպատակն է ցույց տալու այն իրավիճակը, որ կա Հայաստանում։ Եվ մեր կողմից Հովհաննես Իշխանյան մասնակցել էր այդ Ժնևում տեղի ունեցող քննարկումներին այս տարվա մայիսի սկզբին։ Հովհաննես ավելի մանրամասը ձեզ կներկայացնի եւ իմ ընկերները, գոլեգաները, որոնք այսօր ներկա են Հովհաննեսից բացի Մարնենա Մալխասյան, Հովհաննեսը Խուդոյան եւ իրեն կներկայացնեն այս ավելի մանրամասը թեմատիկան։ Ուզում եմ հատուկ շեշտեմ, որ խնդիրը մինչև այդ ինչի մասին է, նայեք, մարդու իրավունքների թեմատիկան իսկապես շատ կարևոր է թե Հայաստանի համար եւ բայց 2018 թվականից հետո տեղ ունեցել մի գործընթաց, երբ այն կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են այս թեմատիկայով, իրանք կամաց ձուլվեցին, կարելի ասել իշխանության հետ մեկ ընդհանուր մարմին դառան եւ սա հատկապես պարզ երևում էր այս տարվա ներկայացած մի շարք զեկույցներից։ Եվ դրա համար Հայաստանում հենց մարդու իրավունքների զբաղվող հասարակական նոր, ասենց ասեմ, կազմակերպությունների ի հայտ գալը բնական երևույթ էր եւ սա կարելի ասել առաջին անգամ մարդու իրավունքների գրասենյակ ներկայացրեց մի շարք զեկույցներ, որոնցից ասենք թե մեկը հենց հայաքվեին էր ներկայացնել էր հայաքվեն, որի մեջ խոսքը գնում էր, հիշում եք, 2023 թվականի ընթացքում տեղի ունեցող հայաքվեի կազմակերպած ստորագրահավաքը, որը նաեւ ուղեկցվեց հենց այդ օրենքի եւ հայաքվեի մասնակիցների նկատմամբ բազմաթիվ խախտումներով եւ իրավական եւ ֆիզիկական հարձակումներով, որոնք տեղի ունենում են գրասենյակների ամեն կետերի վրա, որտեղ ստորագրահավաքերան եւ այլն։ Այս ամենը որպես ընդհանուր փաստաթուղթ մենք փորձել ենք կազմել եւ ներկայացնել ՄԱԿ-ի գրասենյակ եւ այս տարի, ինչպես նշեցի, արդեն տեղի ունեցել դրա քննարկումը, սա 5 տարին մեկ տեղի ունեցած պարբերական դիտարկումներ են։ Ու քանի որ Հովհաննես Իշխանյան անձամբ եղել է Ժնևում եւ մասնակցել է, կխնդրենք Հովհաննեսին ավելի մանրամասը ներկայացնի, թե խոսքը ինչի մասին է։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիս մարդու իրավունքների ներքո հավաքվելու Գարեգին Նժդեի արձանի մոտ։ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումը ինքը անընդհատ տևող գործընթաց է, որը 5 տարին մեկ 193 երկրները, Հայաստանը հանած 192 երկրները դիտարկումներ ու առաջարկություններ են անում յուրաքանչյուր ՄԱԿ-ի անդամ երկրի։ Ու այս անգամ Հայաստանի 5-րդ տարին է լրանում եւ սա 4-րդ դիտարկումն էր։ Ու մենք հայաքվե նախաձեռնությունը, ինչպես նաև քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների կոալիցիա ենք կազմել 4 կազմակերպություններով, 2 զեկույց ենք ներկայացրել։ Ինչի համար է այդ զեկույցը պետք, որովհետեւ ՄԱԿ-ում, երբ որ իրականացնում են այդ դիտարկումները, պետությունները հարցեր եւ առաջարկություններ են տալիս, նրանք անում են Հայաստանի պետության զեկույցի հիման վրա, մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հիման վրա եւ մյուսը քաղաքացիական հասարակությունն է, որը զեկույցները տալիս մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, պետությունները վերցնում են այդ զեկույցները եւ դրա հիման վրա առաջարկություններ եւ դիտարկումներ են անում։ Մայիսի 1-ին տեղի ունեցավ եւ մեր ազգային զեկույցը, որը որ տվել էին, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մասին, ավելի մանրամասն կխոսա Մարնեն Մալխասյան, որը ու կպատմի թե մարդու իրավունքների պաշտպանության ու ազգային զեկույցում ինչերն էին բացակայում զարմանալիորեն եւ ոչ մարդու իրավունքների ոլորտին բարեհաճ։ Տեսեք, ես ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչու է կարևոր ընդհանրապես խոսել մարդու իրավունքների մասին, որովհետև վերջին տարիներին մարդու իրավունքները Հայաստանում խիստ սահմանափակվել են, անգլերեն լավ բառ կա, ասում են shrinking space, այսինքն այդ տարածքը մարդու իրավունքները շատ սահմանափակվում է,
Ինչով է սա պայմանավորված, պարոն Մանվելյանը ինչպես նշեց, քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների մեծ մասը սկսել են այս խնդիրների մասին չբարձրաձայնել կամ բարձրաձայնել ընտրովի ձևով, իսկ ինչքանով գիտենք մարդու իրավունքները ընտրովի չեն, դրանք բոլորին են համահավասար են եւ փոխկապակցված են, այսինքն պետք է եթե խախտվում է իրավունք եւ դու պաշտպանում ես մեկի իրավունքը, նույնական իրավունքի խախտման դեպքում անկախ նրանից դու այդ մարդու հանդեպ ինչ վերաբերմունք ունես, եթե դու իրական իրավապաշտպան ես, դու պետք է բարձրաձայնես այս խնդիրների մասին։ Մենք հիմա տեսնում ենք հակառակ գործընթացը, երբ որ իրավապաշտպանները թիրախավորվում են եւ այս ամենը քաղաքականացվում է, այսինքն մարդու իրավունքների մասին երբ խոսում են կամ բարձրաձայնում են, միանգամից դա որոշակի խմբեր տանում են ընդդիմական դաշտ, քաղաքականացնում են եւ այսպեսով փորձում են այստեղ կանգնեցնել խոսակցությունը։ Ես որպես ժողովրդավարության ծրագրերով զբաղվող մարդ եւ մարդու իրավունքներով սա կարող եմ հստակ ասել, եթե նախկինում ակտիվիստները Հայաստանում ստանում են մարդու իրավունքների մրցանակներ, այս պահին ակտիվիստները տեսնում եք ինչ է տեղի ունենում, եթե նրանք բարձրաձայնում են խնդիր, նրանք թիրախավորվում են ընդհանուր մինչև ֆիզիկական բռնություն է տեղի ունենում, ինչը որակվում է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ բանով կոնվենցիայով դա որակվում է որպես խոշտանգում, եթե պետական այրը բռնություն է գործադրում։ Հիմա մի քանի խոսք ասեմ զեկույցի մասին ձեզ ասեմ, տեսեք, մի խնդիր էլ կա այստեղ, շատ կարևոր խնդիր, Հովհաննեսն ասեց, որ ուրեմն պարբերական դիտարկումը հիմնված է լինում 3 զեկույցի վրա, ազգային զեկույց, որը պետության կողմից տրված զեկույցն է, կոչվում է այլընտրանքային զեկույց, որը տալիս են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ ՄԻՊ-ը, ինչպես նաև միջազգային բոլոր կազմակերպությունները ազատ են տալ եւ բոլոր հարևան պետությունների քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները։ Հիմա ի թիվս մեր զեկույցների տրվել են զեկույցներ նաև Ադրբեջանի հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ եւ ինչն է կարևոր, այն բոլոր մեղսագործությունները, որոնք որ արվել են Ադրբեջանի կողմից, հիմա դրանք գրվել են որպես Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտում։ Ես խորհուրդ կտամ անպայման հետևել բոլոր զեկույցները նայել, շատ հետաքրքիր բաներ կգտնեք այնտեղ, բայց մի հետաքրքիր այսպես օրինաչափություն կար հայկական զեկույցի մեջ, որ շեշտվում էր, որ տեղի է ունեցել բռնի տեղահանում, որ պետությունը ստիպված է եղել գործ ունենալ փախստականների մեծ խմբի հետ, բայց չի շեշտվում այդ բռնի տեղահանումը ով է իրականացրել, ընդհանրապես դրա մասին խոսք չկա զեկույցում, որը շատ տարօրինակ է։ Ինչպես նաև երբ որ արդեն լսումներն էին տեղի ունենում Ժնևում, այնտեղ բոլոր անդամ պետությունները իրենց հանձնարարականներն են հետո հնչեցնում։ Երբ որ իրենք հնչեցնում են հանձնարարականները կապված բռնի տեղահանվածների հետ, կրկին անգամ չէր շեշտվում դա ինչի արդյունքում է դա տեղի ունեցել։ Այսինքն այնպիսի տպավորություն էր, որ կա այդ մի համաձայնություն, այսպես լրելային, որ պիտի այդ անունը չտրվի, հարևան պետության Ադրբեջան անունը պիտի չտրվի։ Սա շատ հետաքրքիր է, խնդրեմ սրան ուշադրություն դարձնեք եւ նաև այս մասը մի քիչ քաղաքականացվում է մեր զեկույցում, որ չի նշվում ընդհանրապես։ Մի քիչ ուզում եմ խոսել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին, ընդհանրապես սա մի ինստիտուտ է, որը պետք է լինի անկախ եւ գործի անկախ եւ կոչված է հենց մարդու իրավունքների պաշտպանության համար եւ պետության հետ պիտի լինի հստակ նշելով թե ինչ իրավունքներ են խախտվում եւ ինչպես պետք է պետությունը այդ իրավունքները պաշտպանի կամ վերականգնի։ Եթե նկատել եք բոլոր հայտարարությունները վերջին բոլոր իրավախախտումների վերաբերյալ բավականին ընդհանուր են եւ նաեւ շատ ընդհանուր է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, սա էլ խորհուրդ կտամ նայեք։ Ընդհանրապես զեկույցները ունեն սահմանափակում, այսինքն բառերի սահմանափակում ունեն եւ կախված նրանից թե դու ինչով ես դալեցնում, դու տեղ ես թողնում այս կամ այն կարևոր խնդրին կամ չես թողնում։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ընդհանրապես ոչ մի խոսք չկար ոստիկանության ուրեմն գործողությունների մասին, ուժի կիրառման, որևիցե խոսք չկար ընդհանրապես խաղաղ ցույցերի մասին եւ ինչպես էին դրանք բանանում ճնշվում, ընդհանրապես խոսք չկա խոշտանգումների մասին, իդեպ ասեմ, որ նախորդ զեկույցում 10 երկիր տվել են հանձնարարական, ուրեմն հետաքննել բոլոր խոշտանգումների դեպքերը եւ բոլոր իրականացնողներին պետական այրերին, այսինքն համապատասխան պատժի ենթարկել, բայց դրա մասին որևիցե խոսք չի նշվում այս զեկույցում ՄԻՊ-ի, որը որ պետք է անպայման անդրադարձ աներ, քանի որ նա նաև պրևենտիվ մեխանիզմի իրականացնողն է, փոխարենը վերցվել էր մի հատ շատ ընդհանուր հանձնարարական, ինչ որ մի երկրի, կարծեմ Խորվաթիայի, եւ նշվել էր ամենազեկույցի ամենավերջում մի կետով խոշտանգումներին անդրադառնալով, պարզապես քանի որ ունեին նման պարտավորություն։ Սա շատ լուրջ խնդիր է եւ մենք պետք է հասկանանք, թե ինչու չեն անդրադառնում են բոլոր իրավախախտումներին, որոնք տեղի են ունենում։ Երևի թե
Այսքանով ես խոսքը փոխանցեմ Հովհաննեսին Խուդոյան, որ ինքը խոսի մեր ներկայացրած զեկույցի խնդիրների մասին, ինչպես նաև տրված հանձնարարականների մասին, հետո կներկայացնենք հաջորդ քայլերը, թե ինչ է լինելու սրանից հետո, ինչ է սպասվում ըստ ընթացակարգի եւ մենք նույնպես ինչ գործողություններ ունենք անելու։ Շնորհակալություն։ Ես նախորդ մտքին մի լրացում կատարեմ նոր անդրադառնամ բովանդակությանը։ Նայեք, գործընկերս նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի անունը հնչեցնելու հատկապես խնդրեմ կա, որ ամեն ձև խուսափում են իրավական բնույթի հարցերը բարձրաձայնեն եւ դա ինչ որ առումով տեղավորվում է այն մեր օրերում արկային մտածելակերպի հետ, որ Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից պետք է հրաժարվել կամ ընդհանրապես նման գործընթացներ առաջ չտանել, սակայն շատ հատկանշական է, որ նույն Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումներում Ադրբեջանը դա չի փոխադարձում եւ ամենասուր քննադատական խոսքերով եւ նաև շատ մանիպուլատիվ եւ կեղծ տեղեկատվությամբ փորձում է այն ամեն ինչը վերագրելի է իրենց, վերագրել Հայաստանի Հանրապետությանը եւ դա եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ նման միակողմանի օրակարգը ոչ մի լավ բանի չի բերելու, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը միջազգային ատյաններում եւ ապատեղեկատվություն տարածելով, սակայն հակադարձում չստանալով կարող է բավականին իրենց համար դրական արդյունքներ արձանագրել։ Անդրադառնալով մեր կողմից ներկայացված զեկույցին, նշեմ, որ կարճ ժամկետում փորձել ենք առավել կարևոր թիրախային թեմաները արձանագրել եւ ներկայացնել։ Դրանցից առաջինը վերաբերում էր ժողովրդավարությունից նահանջին, հատկապես վերջին տարիներին բոլորի ուշադրության կենտրոնում է թիմերի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները, դրա վերաբերյալ առանձին անդրադարձ կատարել ենք, սակայն ոչ ամբողջությամբ, որտեղ թեման էլի ինքնին ծավալուն է։ Եթե շատ փորձենք ամփոփել հիմնական միտքը, այն է, որ իշխանությունների կազմակերպված ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այսինքն տեղի ունեն ընտրություններ, ժողովուրդը իր կամայտնություն հայտնում է ինչ-որ եղանակով, սակայն քրեական գործերի տարբեր հնարքներով թիմերից անձանց փախցնելու եւ այլ եղանակով, տարբեր ընտրական կեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում վերջնական ձևավորում այնպես, որ պարզ է, որ համայնքի բնակիչները որոշել են, որ օրինակ պետք է անդիմությունը հաղթի այդ համայնքում, սակայն վերջնարդյունքում ստացվում է, որ իշխանական համայնքի ղեկավարը նշանակվում կամ այլ գործընթացների ընթացքում ընտրվում։ Օրինակներ բերված են Երևանից, երբ որ գործող իշխանությունները այդպես էլ 51% չունենալով տարբեր եղանակներով կարողացան ընտրել քաղաքապետ, ընդ որում բավականին ծավալում ներկայացված է բոլոր այն ընտրախախտումները, որը Երևանի ընտրություններում տեղի ունեցան, ներկայացրել ենք Վանաձորի դեպքը, Բերդ համայնքի դեպքը, Ալավերդու դեպքը, երբ որ նաև բիրտ ուժի, ոստիկանական ուժի միջամտությամբ եւ քաղաքական տարբեր հնարքներով էլի կրկին անտեսվել է ժողովրդի կամքը եւ ժողովրդի կողմից ընտրված ավագանի եւ համայնքի ղեկավարները չեն շարունակել պաշտոնավարել եւ այս ամեն ինչը գալիս ամփոփելու, որ ժողովրդավարությունը ցանկալի չի, գործող իշխանությունների նկատմամբ եւ քայլեր չեն ձեռնարկվում դա բարելավելու, հակառակը ամեն կերպ տեղի ունենում քայլեր հակառակ արդյունք ամրագրելու եւ նաեւ դրան իրավական ամրագրում տալու, այսինքն բոլոր իրավապահները, որոնք պարտավոր են անդրադառնալ այդ հարցերին, չեն անդրադառնում եւ կոծկում են այդ իրադարձությունները։ Երկրորդ խումբ ուրեմն խախտումները դա խոսքի ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ էր, ներկայացվել են տարբեր դրվագներ եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի սահմանափակման օրենսդրական կլինի գործողություններով կլինի լրագրողների նկատմամբ բռնության խոսքի ազատության վերաբերյալ տարբեր իրավական եւ ոչ իրավական գործիքների կիրառումը, օրինակ ծանր վիրավորանքի քրեականացումը, դրա ապաքրեականացումից հետո այդ նույն արարքները խուլիգանության անցակազմի ներքո ընդլայնված մեկնաբանելու պարագայում հասարակական հանրային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ հետապնդումները եւ միակողմանի, նաև օրինակ տարբեր երկրների մեկնաբանություններ կտեսնեք, որ հատկապես ուշադրություն են հրավիրում ատելության խոսքի վերաբերյալ եւ այդ պարագայում նաև միակողմանի դրսևորումների, երբ որ օրինակ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց խոսքերի մեջ կարող են քշփորել գտնել ինչ-որ ատելության կամ բռնության սպառնալիք, բայց դրա ավելի ինտենսիվ եղանակով, որը կատարվում է հակառակ ճամբարից, ընդհանրապես ոչ միայն սեփական նախաձեռնության վարույթներ չեն հարուցվում, այլև ներկայացված հաղորդումներով պատշաճ քննություն չի իրականացվում։
Հավաքների ազատության վերաբերյալ ենք դիրքորոշումներ ներկայացրել, հատկապես հավաքների ուղեկցումը ոստիկանական բռնություններով, կենտրոնական էպիզոդը 2024 թվականի հունիսի 12-ն էր, երբ որ բացահայտ անհիմն ոստիկանության կողմից կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, դա փորձեց փաթեթավորվել կեղծ տեղեկատվությամբ, որ փորձել են հարձակում կանխել, սակայն տեսանյութերով իրականում հակառակներ հիմնավորում եւ նաեւ առանձին ՊԿ-ներով ներկայացրել էին զեկույց, որով տեսանյութերով եւ հստակ դրվագներով հիմնավորում են, որ ոստիկանական գործողությունները ոչ միայն անհրաժեշտ չեն եղել, այլև կիրառվել են օրենքով արգելված հատուկ միջոցներ, արդյունքում բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Հատկանշական է, որ նույն տեսակարարքի համար օրինակ նախկինում ոստիկանապետի տեղակալ էր դատվում եւ դատական ակտ ուժի մեջ համատեղ կարծեմ լուսաձայնային նռնակ կիրառելու համար, բայց նույն դեպքով եւ ավելի ինտենսիվ շուրջ 3 տասնյակ նռնակների կիրառման արդյունքում որևէ պատասխանատվության չի ենթարկվել ոստիկանության ղեկավար կազմը, չնայած այդ տեսանյութերից կրկին ակնհայտ երևում է, ինչպես է ոստիկանության պետը եւ նրա տեղակալը այդ հանձնարարությունը ինչպես են տալիս ենթականերին։ Կարևոր է նաեւ, որ այդ բռնությունը ոչ միայն քննության առարկա չի դարձել մինչև հիմա, քննչական կոմիտեում նշում են, որ այդ հարցը քննվում է, սակայն մեկ ամիս անց ցուցարարների նկատմամբ քրեական գործեր ուղարկվեցին դատարան, սակայն ոստիկանների վերաբերյալ նույնիսկ մեղադրանք չկա։ Բացի այդ, նման տեսակի ոստիկանական բռնությունները ամենաբարձր մակարդակով խրախուսվեցին ազգային ժողովում, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից։ Սա ինչ որտեղ նաեւ զուգահեռվում է խոշտանգումների եւ բռնությունների թեմային, որը առանձին էլի ներկայացրել ենք, եւ դա ամենաշատ քննարկվող թեմաներից է նաեւ խորհրդատու պետությունների կողմից բարձրաձայնվում է խոշտանգումների, բռնությունների եւ դրանց ոչ պատշաճ քննության վերաբերյալ մտահոգություններ։ Եթե այլ դեպքերում սովորաբար երկրները ավելի դրական ուրեմն երանգով են ներկայացնում իրավունքների պաշտպանության զարգացման հեռանկարները, այսինքն խրախուսում են երկրին, որպեսզի եւս մեկ քայլ առաջ կատարի իրավունքի պաշտպանության զարգացման հարցում, ապա այս բռնությունների եւ խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ հնչում են, որովհետեւ դրանք ակնհայտ են, հանրությանն էլ նաեւ շատ քաջ հայտնի են դեպքեր, մեկ օրինակ ընդհանրապես բերեմ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը, որը շուտ 1 տարի արդեն անցել է, սակայն պատշաճ քննության չի ենթարկվել եւ նույնիսկ այն ոստիկանները, ովքեր նպաստել են այդ խոշտանգմանը, առ այսօր շարունակում են ծառայություն իրականացնել եւ ուղեկցել այլ ձերբակալված անձանց, նաեւ նման սպառնալիք ստեղծելով։ Շատ կարճ փորձեցի ներկայացնել այն, ինչ որ ներկայացված էր մեզ կողմից, նաեւ կարճ անդրադարձ կկատարեմ, թե ինչ դիրքորոշումներ են ներկայացվում եւ ինչ առաջարկություններ են ներկայացվում Հայաստանին այս փուլի խորհրդատվական կարծիքներում եւ հարցադրումներում։ Հատկապես շեշտադրումը կատարվում է լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների, իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների եւ սահմանափակումների եւ մի շատ կարեւոր թեմա, որը մենք չհասցրեցինք ծավալուն լինելու պատճառով ներառել զեկույցում, դա դատական իշխանության խիստ կախվածությունն է օրենսդիր եւ գործադիր իշխանություններից։ Այդ կախվածությունը առաջացել է ինչպես անհատական գործերով, ուրեմն ոտնձգություններ կատարելով դատարանների եւ դատավորների նկատմամբ, այնպես էլ օրենսդրական մակարդակներով հնարավորինս դատական անկախության երաշխիքները նվազեցնելու ճանապարհով եւ սա մտահոգություն է, որը տարբեր երկրները արտահայտում են։ Պարոն Խոդորանայք, նշեցիք ձեր դիրքորոշումները, որոնք ներկայացրել եք, առաջարկները եւ այլն, ամեն դեպքում այս ընթացքում նաեւ տարբեր միջազգային կառույցներ են անդրադարձել այս խնդիրներին, անգամ ԱՄՆ պետդեպն է իր զեկույցում մատնանշել կոնկրետ դրվագներ, բայց տեսնում ենք, որ այսպես սայլը տեղից չի շարժվում եւ Freedom House-ի եւ Heritage Foundation-ի դատարանների մասով եւ Human Rights բոլորը անդրադառնում են ինչ-որ խնդիրների, բայց ոչինչ չի փոխում, անգամ միջազգային կառույցների արձագանքն է հաճախ ոչ համարժեք ի տարբերություն մինչև 2018 տեղի ունեցող այլ դրվագների արձագանքների։ Ինչու՞, ինչ պիտի փոխի այս առաջարկությունները, եթե անգամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես դուք եք նշում, հակված չէ մարդու իրավունքների պաշտպանել Հայաստանում։ Ես այդ հարցին էլի կփորձեմ օրինակ բերել հենց ոստիկանական բռնությունների առումով։ Տեսեք, ցանկացած երկրում կարող է լինել ոստիկանական բռնություն, որտեղ այս կամ այն ստորաբաժանման ոստիկանը կարող է
բավականաչափ պատրաստված չլինել պրոֆեսիոնալ, չլինել զուսպ, էմոցիաների տրվել եւ այլն։ Սակայն այդ խնդիրը համակարգային չի դառնա, եթե տանձի գործողությունները պատժվեն։ Ոչ միայն ոստիկանական համակարգի ներսում, այլև քննչական դատախազական մարմինների։ Մենք դիտարկում ենք, որ բոլոր դեպքերում, երբ որ տեղի ունեն ոստիկանական բռնություններ, հավաքների ընթացքում հատուկ ստորաբաժանումների կիրառմամբ անձանց տեսախցիկների առաջ դաժանորեն ծեծի ենթարկելու կադրեր եւ դրան չեն հետեւում ոչ միայն ծառայական քննություններ, այլև քրեական վարույթներ եւ որևէ անձի միջև իմամեղադրանք չի առաջադրվել։ Դա հուշում է, որ այս ամեն ինչը բարձրագույն մակարդակով հովանավորվում է եւ անկախ նրանից մենք հիմա ինչ կքննարկենք, եթե մարդկանց մոտ դա մտահոգություն չի առաջացրել դրա դեմ առնելը, ուրեմն ցանկալի արդյունք է դա։ Այլ հարց է, երբ որ մենք դժգոհում ենք միջազգային կազմակերպությունների արձագանքից, նաեւ պետք է նկատի ունենանք, որ նախկինում էլ այդ արձագանքները ոչինչից չեն ելել եւ բնականաբար դրան պետք է նախորդի քաղաքացիական հասարակության ակտիվ գործողությունները, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ինչ-ինչ շահերի համակարգման պայմանավորված նման դիրքորոշումներ ներկայացնել այդքան էլ ցանկալի չեն լինի։ Մյուս կողմից ներկայացված բազմաթիվ փաստերը ամեն դեպքում որոշակի արդյունք տալու են եւ կարծում դրա արդյունքն է նաեւ ձեր կողմից նշված միջազգային կազմակերպությունների կողմից առանձին հրապարակումներում եւ զեկույցներում տարբեր հարցերի արձանագրումը, որը տևական ժամանակահատվածում ոչ անմիջական արդյունքի տեսանկյունից ես կարծում եմ ամեն դեպքում դրական է եւ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքում որևէ արդյունք չգրանցելը չի նշանակում, որ այս աշխատանքները չպետք է կատարվեն եւ հարցերը չպետք է բարձրացվեն։ Ես ավելացնեմ, էլի, այս կարևոր հարց է։ Իշխանյան, նաև այդ հարցի շրջանակում ազգային զեկույցի մասին դուք մատնանշեցիք։ Քիչ առաջ Օրերս Փաշինյանի մոտ քննարկում է տեղի ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-25 թվականների ծրագրի գործունեության արդյունավետության եւ այլնի մասին հերթապահ հայտարարություններ են հնչել։ Ծանոթ եք այդ ռազմավարությանը, որքանով է արդյունավետ հատկապես 2023-ից 25-ը։ Պարոն Իշխանյան, մի Եվ նաև նախորդ հարցին եթե լրացում ունեք։ Հա, այդ հարցին կարճ ասեմ, որ ծանոթ չեմ, դեռ չեմ ուսումնասիրել, ավելի մանրամասն կասի, իսկ նախորդ հարցի հետ կապված այդ զեկույցները տալիս են ու սա ինչով է տարբերվում, սա մեխանիզմը այնպես է բանի պարբերական դիտարկման, որ երբ որ առաջարկություններն ու դիտարկումները արվում են, դրանից հետո այդ լսող պետությունը ինքը առաջարկությունները կամ ընդունում է կամ ոչ, բայց շատ դեպքերում չի կարող չընդունի, որովհետև ինքը պարտավորություններ ունի մակում եւ միջազգային այլ կառույցներով կոնվենցիաները վավերացնելով եւ այլն։ Հիմա այս պարագայում օրինակ Հայաստանին այս նստաշրջանում շատ գովում էին ինչի համար Հռոմի ստատուտը վավերացնելու եւ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի իսպառ վերացմանը, վավերացնելու։ Հիմա այս երկու գործողությունները նաև կատարվել են նախորդ 2020 թվականի առաջարկությունների հիմքով։ Եվ այս պարագայում 98 պետություն Հայաստանին առաջարկություններ է ներկայացրել, եւ այդ 98 պետության առաջարկությունների մեջ այստեղ առանձնացված են, սա կտամ ձեր ուսումնասիրության համար, այն երկրները, որոնք հենց այս ոլորտին վերաբերյալ առաջարկություններ են արել ու կան օրինակ շատ կոնկրետ առաջարկություններ, մասնավորապես Ավստրալիան շատ հետաքրքիր առաջարկություններ է արել, օրինակ կալանքի երկարատև այդ նախաքննական կիրառումը դադարեցնել, լրագրողների մասով լիքը առաջարկություններ կան բազմաթիվ դադարեցնեն բռնությունները լրագրողների նկատմամբ։ Օրինակ հենց Ավստրալիայի առաջարկություններից մեկը ասում է կոնկրետ առաջարկություն է, որ քաղաքացիական օրենսգրքում վիրավորել եւ զրպարտության սահմանաչափը տուգանքների նվազեցնեն, որը իրենք համարվում է խոչընդոտ լրագրողների գործունեությանը։ Ու Գերմանիան հետաքրքիր առաջարկություններ ունի։ Քաղբանտարկյալների վերաբերյալ կան ինչ-որ կոնկրետ։ Քաղբանտարկյալների վերաբերյալ ցավոք սրտի չկան, բայց կա հանրային գործի, կա անուղակի, որը վերաբերում է քաղբանտարկյալներին կարելի ասել, օրինակ Ֆինլանդիան, Էստոնիան եւ չեմ հիշում մեկելով, իրենք առաջարկություն են արել, որպեսզի դադարեցնեն հանրային մասնակցության դեմ այդ բանը, որ հանրային գործիչներին ռազմավարական դատեր են անում, որպեսզի սահմանափակեն նրանց մասնակցությունը քաղաքական եւ քաղաքացիական process-ներին։ Ֆինլանդիան, Էստոնիան մի երկիր էլ կար։ Նրանք
առաջարկել են, որպեսզի դադարեցնեն այդ պրակտիկան, որը շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ, թեև այս երկրների ամենատենդենսը առաջարկությունների կանանց իրավունքներն է, մասնավորապես Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելը, կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ քաղաքացիական process-ներում ապահովելը, որը շատ կարևոր է իհարկե, բայց այս 5 տարիների ընթացքում բոլորս էլ գիտենք, որ ճճացող իրավախախտումները այլ ոլորտներում էին ու հենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքի ոլորտներում էին, օրինակ Կամբոջան առաջարկություն ա արել, որպեսզի դատական իշխանությունը անկախ լինի Հայաստանում, շատ հետաքրքիր առաջարկություններ կան։ Ու սեպտեմբերին Հայաստանը պետք է արդեն ասի, ընդունում է, թե չի ընդունում։ Հիմա մասնավորապես կոնկրետ առաջարկություն կարող լինի, որպեսզի Հայաստանը վավերացնի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի առաջին արձանագրությունը, որը հենց վերաբերում է այդ մարդու իրավունքների կոմիտե դիմելու հնարավորությանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե դիմելու հնարավորությանը յուրաքանչյուր քաղաքացու կողմից։ Այսինքն եւս մի շերտ է ավելացվում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Ճիշտ է, դա բան չի, դատական մարմին չի, այլ խորհրդատվական ավելի։ Բայց այնուամենայնիվ, եթե օրինակ ձեր կամ իմ խոսքի իրավունքը կամ չգիտեմ ոստիկանություն կխոնշտանգեն եւ այլն, օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը, ինքը այդ պարագայում կկարողանա արդեն դիմել նաեւ այդ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե։ Իսկ ձեր հարցի մասով Մանյան ասի, թե հարցիկին։ Հա, ես կարճ կանդրադառնամ, տեսեք, իրականում նախ դրացնելով Հովհաննեսի շատ արագ ասեմ, որ խոշտանգումների կոմիտե կարող են դիմել քաղաքացիները եւ ընդհանրապես կան ընթացակարգեր դիմելու, բայց մարդու իրավունքների ռազմավարության մասով ասեմ, որ դա անընդհատ ընթացող գործընթաց է 2011 թվականից, այսինքն անընդհատ այդ ցիկլը ավարտվում է մարդու իրավունքների գործողությունների ծրագրերի եւ հետո նորը պիտի սկսեն։ Ես կուզեի, որ ընդհանրապես մենք պահենք մարդու իրավունքները բոլորս մեր ուշադրության կենտրոնում, հատկապես մեդիաները եւ հասարակությունը, հատկապես նոր ձևավորվող, քանի որ սա մշտական գործընթաց է եւ մենք չենք կարող թույլ տալ, որ ինքը պարզապես լինի, այսպես ասած, բանի համար, հա, գալիճկայի համար, որ մենք եւս մեկ գործողությունների պլան ունեցանք, իդեպ ասեմ, որ ազգային զեկույցները սովորաբար հիմնված են լինում օրենսդրության վրա, այսինքն, բայց մենք գիտենք, որ Հայաստանում շատ դեպքերում օրենսդրության հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք նրա իրականացման հետ եւ մենք ունենք պրակտիկ դաշտում իրականացվող մարդու իրավունքների խախտումների հետ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ օգուտ կտա սա, տեսեք, եթե մենք ընդհանրապես չխոսենք, սա միջազգային հանրության համար է, կնշանակի, որ ամեն ինչ լավ է, այսինքն ոչ հասարակությունը անհանգստանալու կարիք չունի, մեդիան այս խնդիրները չի բարձրաձայնում, ամեն ինչ լավ է, բայց եթե մենք այդ խնդիրը տեսնում ենք, մենք միշտ պիտի բարձրաձայնենք դրա մասին խոսենք, որպեսզի կարողանանք ստեղծել հնարավորինս դաշտ այս որոշակի ճնշումների բանով մարդու իրավունքների պաշտպանության համար Հայաստանում։ Եվ այս աշխատանքը շարունակական է մինչև սեպտեմբեր Հայաստանը ստանալու է իր հանձնարարականների փաթեթը եւ պիտի որ տեղի ունենա մասնակցային գործընթաց, այսինքն քննարկումներ ստացածի եւ թե ինչ են պատրաստվում անել եւ մենք միանշանակ շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել թե ՄԱԿ-ի գրասենյակների հետ, թե բոլոր դեսպանատների հետ, որոնց ներկայացուցիչները տվել են հանձնարարականներ, ինչպես նաեւ բոլոր հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են այս ուղղությամբ աշխատանք տանելու եւ տալու իրենց եւ հետեւողական լինելու հատկապես այն ոլորտներին, որոնց մասին զուտ սահմանափակումների պատճառով հանձնարարական չի հնչել, բայց իրենք շատ կարեւոր են մեր երկու մարդու իրավունքների պաշտպանություն ապահովելու համար։ Պարոն Ավելյան, ամփոփելով կմոտենակ, պարոն Ավելյան, հաշվի առնելով, որ նաև այս իրավախախտումները արձանագրվել են հիմնականում իշխանությունների դեմ գործողությունների ժամանակ, իշխանությունների դեմ դիրքորոշում հայտնած մարդկանց նկատմամբ, այս պահին շատ օրակարգային է իշխանափոխության հարցը, impeachment-ով ձեր դիրքորոշումը որն է որպես միջազգայնագետ, որպես քաղաքագետ վերլուծաբան։ Նայեք, ցանկացած գործընթաց, որը կբերի իշխանափոխության, մենք դրան կողմ ենք։ Եվ ես որպես անհատ եւ հայաքվեն, այլ բանը ես չգիտեմ, այս հարցերը ավելի շատ պետք է ուղղել խորհրդարանական ընդդիմությանը, որտեղ սա իրենց դաշտում է։ Նորից եմ գրում ցանկացած փոփոխություն, առավելս իշխանափոխություն, ինքը համոզված եմ դրական միայն զարգացումներ տեղի կունենա։ Ինչը վերաբերում է զեկույցներին, ինչպես Հովհաննես Իշխանյանն ասաց, սեպտեմբերին տեղի կունենա դրա, ասենք ամփոփումը, մենք նորից կմասնակցենք, մեր ներկայությունը կլինի, որի ժամանակ եւ նաեւ հանդես կգանք ելույթով ներկայացնելով իրավիճակը Հայաստանում։ Այսքանը։ Շնորհակալություն բոլորին։